Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվա առթիվ ինչպես Հանրապետությունում եւ Գեղարքունիքի մարզի համայնքներում, այնպես էլ Սևան համայնքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ եւ նախաձեռնություններ։ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում բնակավայրի երիտասարդների հետ «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» խորագրով։ Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում, բնակավայրի երիտասարդներն իրենց առաջարկություններով ու դիտարկումներով եւս մեկ անգամ կարեւորեցին համայնքի կյանքում իրենց դերակատարումը, ինչպես նաեւ այն ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով համայնքը դառնում է առավել ներկայանալի եւ զարգացած։ Սևան համայնքում երիտասարդության օրվան նվիրված միջոցառումների հաջորդ կանգառը Ծովեմ երիտասարդական կենտրոնն էր, որտեղ երիտասարդական ալիք խորագրով միջոցառումը մեկնարկեց ֆլեշմոբով, որին հաջորդեցին թեմատիկ խաղերը, վիկտորինան, երգ ու երաժշտությունը։ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից մեկնարկեց հեծանվա արշավը, որն ուղղված էր երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը։ Հեծանվա արշավի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին Սևան համայնքում աճել է, որի արդյունքում միմյանց են հաջորդում այս մարզաձևի առաջնություններն ու իրազեկման արշավները, ներգրավելով երեխաների եւ երիտասարդների նոր խմբերի։ Գրքերը միավորում են մարդկանց խորագիրներ կրում երիտասարդների միջազգային օրվան նվիրված գրքի քննարկումը Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում, որին մասնակցում էին ակտիվ ընթերցողներ եւ գրադարանի աշխատակիցները։ Քննարկման սեղանին Խալեդ Հուսեյնի «Օդապարուկ թռցնողը» վեպն էր, որը ընթերցողների շրջանում ունի մեծ հետաքրքրություն։ Միջոցառումն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ։ Գրքի քննարկմանն ակտիվ մասնակցության համար երիտասարդ ընթերցողները գրադարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր։ Երիտասարդների միջազգային օրը Սևան համայնքում ամփոփեցին երաժշտական երեկոյով, որը տեղի ունեցավ Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում։ «Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» խորագրով երեկոն ուղեկցվեց երգ ու պարով, դրական լիցքեր հաղորդող տրամադրությամբ։ Բարի երեկո, սևացիներ, երիտասարդներ, ողջունում ենք բոլորիդ այսօր այս հրաշալի տոնին, այս հրաշալի միջազգային տոնական իրադարձությանը, որովհետև այսօր հավաքվել են մարդիկ, ովքեր ունեն մի ընդհանուր բան, սիրում են կյանքը, երաժշտությունը եւ լավ տրամադրությունը։ Բարի գալս երիտասարդության ամենաթեժ երեկոյին։ Որովհետև այսօր աշխարհի ամենահաջողակ ստարտափերները, բնապահպանական շարժումները եւ նորարարությունները ստեղծվում են հենց ձեր տարիքի մարդկանց կողմից։ Այնպես որ մի վախեցեք սխալվելուց, այլ առաջ շարժվեք, ստեղծեք եւ արարեք երիտասարդներ։ Այո, շատ ճիշտ է։ Մի վախեցեք սխալվելուց, եթե այսօր ինչ-որ բան չի ստացվում, իմացեք, որ նույնիսկ Իլոն Մասկի հրթիռներն են երբեմն պայթում, կարևորը չհազդվելն է։ Բարի երեկո Սևան եւ սևանցիներ, ողջունում եմ բոլորիդ այս հիանալի օրվա երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երեկվա, այսօրվա ու վաղվա երիտասարդներ, դուք մեր հանրապետության Սևան համայնքի շարժիչ ուժն եք։ Մենք վստահ ենք, որ Սևանը ունենալու է իսկապես արժանի երիտասարդներ։ Իսկ այսօր մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանակ անցկացնենք ուրախ երաժշտության ներքո եւ իհարկե ցանկանում եմ, որ բոլորդ մեծագույն հաճույք ստանաք այս երեկոյից, իսկ շնորհավորանքներս ուղղում եմ նաեւ նրանց, որոնք վաղուց արդեն երիտասարդ չեն, բայց հոգով միշտ մնում են երիտասարդներ։ Սիրելի երիտասարդներ, ես ցանկանում եմ նաեւ, որպեսզի անկախ բոլոր ժամանակներից դուք նախ եւ առաջ սիրեք ձեր հայրենիքը, ձեր մայրենի լեզուն ու այն նվիրումը, որ ձեզ տվել են ձեր ծնողները։ Շնորհավոր բոլորիս երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ I'm gonna pull it off the rock.